Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, ինչպես որ երեք խոստացել է, այսօր եթերը կլինի Օսմանյան Թուրքիայի մասին բազային գիտելիքների հավաքագրումը։ Ես կխնդրեմ, որպեսզի գրանցվեք նաև իմ YouTube-յան էջին եւ շնորհակալություն իհարկե, որ կիսում եք իմ եթերները, դրանով օգնելով ձեր հետևորդներին, ձեր ընկերներին, ձեր միջավայրին, հարազատներին նույնպես ծանոթ լինել որոշ թեմաների, ամեն մեկի համար կարևորություն են հանդիսանում այս տիպի կամ մյուս տիպի եթերները, ամեն մեկն իրեն ավելի հարազատ թեման է կիսում բնականաբար, դա նորմալ է, եւ ես բնավ չեմ նեղվում, որ լինում են օրինակ նյութեր, որոնք քիչ դիտում են ունենում, լինում են նյութեր, որ շատ դիտում են լինում, դրա համար միշտ կա գոյություն ունի օբյեկտիվ պատճառներ։ Իմ կարծիքով, չնայած որ ես կարծում եմ, որ այս եթերը գուցե քիչ դիտումներ ունենա, այնուամենայնիվ դրանք լինելու են շատ կարևոր դիտումներ, որովհետև մեր իրականության մեջ, մեր հայերիս իրականության մեջ մենք շատ ենք խոսում մեր թշնամիներից եւ մեր խոսույթում առկա վիրավորական բաներ ունենք, խոսքեր ունենք, թուրք, չէ, թուրքին ասոցացնելով հազար տեսակ բանի հետ, բայց շատ դեպքերում անգամ ծանոթ չենք, թե ով է թուրքը իրականում։ Մենք շատ կարճ կարող ենք ասել, եթե մեկին հարցնես, փողոցում թուրքը ով է, ասելու եմ թշնամին է, ասես ինչի է քո թշնամին, ասելու է դե որովհետև ցեղասպանություն են իրականացրել։ Ու այսքանով սահմանափակվում է մեր գիտելիքները շատ հաճախ մեր թշնամիների մասին։ Եվ ես առաջարկում եմ քիչ թեկուզ բազային առումով, ես ինքս էլ մասնագետ չեմ, ինքս էլ հենց հիմա նաև սովորում եմ, նաև լրացնում եմ իմ գիտելիքները, գոնե բազային գիտելիքներով հասկանանք, թե ինչ է իրանից ներկայացրել Օսմանյան կայսրությունը, ինչ է իրանից ներկայացնում ժամանակակից Թուրքիան, ինչ անվանումներ է ունեցել Օսմանյան կայսրությունը, ինչ է այնպես ստացվել, որ հայերը եղել են այդ կայսրության մեջ եւ ոչ միայն հայերը, այլ ովքեր են եղել հազար նմանատիպ հարցեր եւ գիտեք ինչ, այս գիտելիքները նաեւ օգնում են, սրանք պատմական միայն մասը չեն, որովհետեւ սա օգնում է նաեւ այսօր շատ մանիպուլատիվ մեկնաբանություններից խուսափել եւ ավելի օբյեկտիվ լինել գնահատականների մեջ եւ առաջարկում եմ, քանի որ շատ լավ գիտեմ մեր հասարակությունը չի սիրում երկար նյութեր ընթերցել, դա այդքան էլ հարմար չի շատ դեպքերում կամ հավեսել չեն անում, շատ դեպքերում վերնագրով են բավարարվում նյութերի, ես որոշեցի, որ ձեր բոլորի փոխարեն, շատերի փոխարեն ինքս կընթերցեմ այդ երկար նյութը թեկուզ բազային մասով այսպես Օսմանյան կայսրության մասին, ինչպես է ձևավորվել, ինչպես է ընթացել եւ ինչպես է ավարտվել։ Շատ երկար եթեր չեմ կարծում, թե կստացվի, ինքը ընդհանուր առմամբ ասենց այդ որ ասում եմ բազային գիտելիք հենց դա է։ Բայց գոնե դա արդեն մեզ տալիս է շատ կարևոր պատկերացումներ մեր այսօրվա վարքագծի մասին եւ մենք ինչից կարելի էր որ բռնենք, օգտվենք, փորձենք միջազգային հանրության շրջանակներում ինչու ոչ առաջ տանել եւ ինչից պետքա դասեր քաղենք, շատ ենք ասում պետքա պատմությունից դասեր քաղել, պատմությունը չիմանալով, սկի մեր պատմությունը չիմանալով, բայց այնուամենայնիվ անկախ ամեն ինչից թե որքան դիտում կհավաքի, ես ուրախ կլինեմ, որ իմ սպասումները արդարացվեն, ես կընթերցեմ բոլորիդ համար այս նյութը, ովքեր որ ընթացքում հիշեցնելով, որ դիտեն եթերը սկզբից, որովհետև սա կարդում եմ մեր բոլորիս համար շատ թեմաներ ինքս առաջին անգամ եմ կարդալու նաև ինձ համար, եկեք միասին կրթվենք, միասին լինենք տեղեկացված, լավ, այսպես ասենք։ Ուրեմն Օսմանյան կայսրություն
նաև հայտնի որպես թուրքական կայսրություն կամ Օսմանյան Թուրքիա կայսրություն, հիմնադրված 13-րդ դարի վերջին 1299 թվականին Անատոլիայի հյուսիս-արևմտյան հատվածում Սյողութի, իմիջայլոց ասեմ, հիմա ես ընթերցելու եմ Վիկիպեդիայից ձեր համար, բայց նայեցի ես ասենց մի քանի կայքերում, մի քանի էջերում գրեթե նմանատիպ նույն բանն է բերում, այսինքն շատ չի զանզանվում։ Գուցե մեկնաբանություններով օգնեք, այնտեղ հնարավոր է որոշ տեղերում տողատակեր լինեն, որոշ տեղերում ձևակերպումներ այլ լինեն, շնորհակալ կլինենք եւ քանի որ այս ամեն ինչը մեր մասնագետները չգիտես ինչու դեռևս ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով շատ քիչ են լուսաբանում, ուստի մենք էլ եկեք ինքնուրույն փորձենք, ընթերցենք, տեսնենք ինչ կստացվի, լավ։ Օսմանյան կայսրություն, նաև հայտնի որպես թուրքական կայսրություն, Օսմանյան Թուրքիա կայսրություն, հիմնադրված 13-րդ դարի վերջին 1299 թվական Անատոլիայի հյուսիս-արևմտյան հատվածում Սյողութի, ներկայիս Բիլեջիկի նահանգ, մոտ Օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից, առաջնորդի անունն է եղել Օսման։ 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա եւ նվաճեցին Բալկանյան թերակղզին եւ կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն։ Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլիսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին բյուզանդական կայսրությանը։ 16-րդ եւ 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին, տիրելով հարավ-արևելյան Եվրոպայի մեծ մասին, կենտրոնական Եվրոպայի մի մասին, արևմտյան Ասիային, Կովկասին, հյուսիսային Աֆրիկային եւ Սոմալի թերակղզում։ 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա եւ մեծ թվով կախյալ երկրներ։ Սրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Այսինքն կարելի է ասել շուրջ բոլորը շատ բավականին լայն տիրույթով շատերն են տուժել, շատ ազգեր ու ցեղեր ու երկրներ են տուժել Օսմանյան կայսրության գոյությունից։ Օսմանյան կայսրությունը Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով եւ միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ 6 դար շարունակ եղել է կապողակ արևելքի եւ արևմուտքի համար։ Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո։ Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ եւ ուժեղ տնտեսություն, հասարակություն եւ ռազմական ներուժ 17-րդ եւ 18-րդ դարերում։ Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով 1740-ից 1768 թվականներին Օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց եւ ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների եւ ռուսական կայսրություններից։ Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին եւ 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել, մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմատ։ Բարեփոխումների արդյունքում Օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ։ Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին, հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո եւ այսպիսով կենտրոնական ուժերի կողմից միացավ առաջին համաշխարհային պատերազմին։ Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր։ Ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում, այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից, կազմակերպելով հայերի, ասորիների եւ պոնտական հույների ցեղասպանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմում կենտրոնական ուժերը պարտություն կրեցին եւ Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել։ Մերձավոր արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային։
Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը եւ Օսմանյան միապետության անկմանը։ Օսմանյան կայսրության անվանումը գալիս է Օսման առաջինի անունից, ով համարվում է կայսրության հիմնադիրը եւ օսմանների առաջնորդը։ Օսմանի անունը արաբական ուտման անվան թուրքացումն է։ Օսմանյան, այստեղից օտոմանն է, էլի։ Օսմանյան թուրքերենով կայսրությունը կոչվում էր Դևլեթի Ալիեի Օսմանիե կամ Օսմանի Դևլեթի։ Ժամանակից թուրքերենով այն կոչվում է Օսմանյան կայսրություն կամ Օսմանյան պետություն։ Արևմտյան Եվրոպայում եւ Հայաստանում երկու անվանումները Օսմանյան կայսրություն եւ Թուրքիա անվանումները հաճախ նույնականացվում են։ Հայկական գրականության մեջ հաճախ նաև օգտագործվում է Օսմանյան Թուրքիա տարբերակը։ Շատ պատմաբաններ հաճախ խուսափում են օգտագործել Թուրքիա, թուրքեր եւ թուրքական բառերը, երբ խոսքը Օսմանյան կայսրության մասին է։ Թուրքերն օսմանցի բառը 14 թուրքերենով օսմանցի բառը 14-րդ դարից նշանակում էր Օսմանի ցեղից սերած, սակայն հետագայում գործածվում էր իբրև կայսրության ռազմական եւ վարչական վերնախավի անվանում, երբ որ արդեն դարձել է կայսրություն, որովհետեւ կայսրության պարագայում տվյալ ազգի բնակչությունը կարա քիչ լինի, բայց կայսրությունը մեծ է, ասենք օրինակ հիմի Ռուսաստանի Դաշնությունը, կայսրություն է, ռուսական կայսրության մեջ ռուսները կարող են քիչ լինել, իսկ մնացած հպատակ ազգերը շատ, բայց միևնույն է կայսրությունը կոչվում է ռուսական կայսրություն։ Իմիջիայլոց կառավարիչներն կարող են ազգությամբ ամբողջովին այլ ազգի լինել, էլի։ Ուրենք ասել, ի հակադրություն դրա Թուրք ի հակադրություն դրա, այստեղ շատ հետաքրքիր է, խնդրում եմ ուշադիր եղեք։ Թուրք տերմինը գործածվում էր Անատոլիայի թյուրքալեզու մուսուլման գյուղական եւ ցեղային բնակչությանը բնորոշելիս, սակայն քաղաքային կրթված բնակչության մասին խոսելիս նման բնորոշումը համարվում էր նվաստացուցիչ։ Պատկերացնում եք Օսմանյան կայսրության մեջ, երբ որ մեկին ասում էին թուրք, բանա, դա այսպես թե այնպես վիրավորական էր համարվում, հասկանում եք։ Այ հենց այն գլխից երևի մեր իրականության մեջ այսքան որ ներդրված է, դե հովերշին շրջանում չի ներդրվել միայն իրար թուրք ասելը, չէ՞։ Այն ժամանակ էլ կար։ Այդ թուրք ասված վատ բան է նշանակել հենց նույն Օսմանյան կայսրությունում, հասկանում եք, որով դա ցեղային բնակչությանը կարելի էր բնորոշել, իսկ այնպես ոչ։ Կոպիտ թուրք, թուրքի գլուխ եւ նմանօրինակ արտահայտությունները Օսմանյան վերնախավի կողմից օգտագործվում էին միմյանց եւ ուրիշներին ստորացնելու իմաստով։ Օսմանյան վաղ շրջանում քաղաքաբնակ թուրքալեզուները, որոնք զինվորական եւ վարչական վերնախավի անդամ չէին, անվանվում էին ռումի, այսինքն հռոմեացի, ինչպես իրենց անվանում էին բյուզանդական կայսրության հունալեզու բնակիչները։ Վերերք 1299-1453 Քանի որ Սելջուկ Իկոնիայի սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես անատոլական բեյլիկություններ։ Այս բեյլիկություններից մեկը Բյութանիա տարածաշրջանում բյուզանդական կայսրության սահմանին ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման առաջինը, մահացել է 1323 թվականին։ Ումից սկիզբ առան օսմանները։ Օսմանի վաղ հետևորդների թվում կային թուրքական ցեղախմբեր եւ բյուզանդացիներ, որոնցից շատերը, բայց ոչ բոլորը, դավանում էին իսլամ։ Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները, նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով։ Պատմաբանները չեն կարողացել պարզել, թե ինչպես Օսմանը կարողացավ առավելության հասնել իր հարևանների նկատմամբ, քանի որ այդ ժամանակներից աղբյուրներ չեն պահպանվել։ Ըստ Գազայի թեզիս տեսության, որը շատ հայտնի էր
20-րդ դարում օսմանցիները իրենց հաջողությունները կապում էին կրոնի հետ եւ գտնում էին, որ պայքարում են հանուն իսլամի։ Սակայն այս տեսությունը այժմ շատ է քննադատվում եւ պատմաբանների մեծ մասը կարծում է, որ այն ընդամենը հորինվածք է։ Ինձ էլ թվում է, որ դա հորինվածք է, որովհետեւ այլ ինֆորմացիաներ ունենալու հետ մեկտեղ։ Օսման առաջինի մահից 1 դար հետո Օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում եւ Բալկանյան թերակղզում։ Օսմանի որդի Օրհան առաջինը նվաճեց Անատոլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքը 1326 թվականին դարձելով Օսմանյան պետության նոր մայրաքաղաքը եւ թուլացնելով Բյուզանդիայի դիրքերը տարածաշրջանում։ Շատ կարևոր նավահանգստային քաղաք Սալոնիկը նվաճվեց 1387 թվականին Վենետիկից։ Օսմանցիների հաղթանակը Կոսովոյի ճակատամարտում 1389 թվականին վերջ դրեց սերբական կայսրությանը, ճանապարհ բացելով դեպի Եվրոպա։ 1396 թվականի Նիկոպոլի ճակատամարտը, որը հիմնականում համարվում է վերջին մեծածավալ խաչակրաց արշավանքը միջնադարում, կանգնեցրեց հաղթական օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Եվրոպա։ Քանի որ օսմանցիները ընդարձակվել էին դեպի Բալկաններ, Կոստանդնուպոլիսի նվաճումը դարձավ օրվա հրամայական։ Օսմանցիները արդեն նվաճել էին քաղաքը հարող գրեթե բոլոր նախկին բյուզանդական տարածքները, իսկ Կոստանդնուպոլսի ամուր պաշտպանողական կառույցները դարձնում էին քաղաքը դժվար նվաճելի։ 1402 թվականին բյուզանդացիները ժամանակավոր շունչ քաշեցին, երբ թուրք-մոնղոլ առաջնորդ Լենգ Թեմուրը ներխուժեց Օսմանյան Անատոլիա արևելքից։ 1402 թվականի Անկարայի ճակատամարտում Լենգ Թեմուրը պարտության մատնեց օսմանյան զորքերին եւ գերեվարեց Սուլթան Բայազիդ առաջինին, գցելով կայսրությունը քաոսային վիճակի մեջ։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 1402-ից մինչև 1413 թվականները, քանի որ Բայազիդի որդիները կռվում էին ժառանգության համար, աթոռի համար, այսպես ասենք, հա։ Պատերազմն ավարտվեց եւ Մեհմեդ առաջինը վերցրեց իշխանությունը եւ դարձավ սուլթան ու վերականգնեց օսմանյան իշխանությունը։ Բալկանյան տարածքները, որոնք օսմանցիները կորցրել էին 1402 թվականից հետո, ներառյալ Սալոնիկը, Մակեդոնիան եւ Կոսովոն, ավելի ուշ վերականգնեց Մուրադ II-ը 1430-ականներից 1450-ական թվականներին։ 1444 թվականի նոյեմբերի 10-ին Մուրադը ճնշեց Վառնայի խաչակրաց արշավանքը, պարտության մատնելով հունգարական, լեհական եւ վալախիական բանակներին Վառնայի ճակատամարտում։ Չնայած ալբանացիները Սկանդերբերգի գլխավորությամբ շարունակեցին պայքարել, 4 տարի անց հունգարացիները եւ վալախացիները նոր գրոհ կազմակերպեցին թուրքերի վրա, սակայն նորից պարտության մատնվեցին Կոսովոյի երկրորդ ճակատամարտում 1448 թվականին։ Ժողովուրդ, ես այստեղ մի հետաքրքիր բան նկատեցի, ասենք զուգահեռ էլի, քանի որ գիտեմ, որ այս թուրքերին օգնուցուցով, այս թուրքական մասը շատ սիրում են սիմվոլիկաներ, ուշքները գնում են սիմվոլիկայի համար։ Ու այստեղ նայում եմ 1444 թվականի, այսինքն վերջի 44-ը հիշեք, նոյեմբերի 10-ին Մուրադը ճնշեց Վառնայի խաչակրաց արշավանքը։ Ինչ-որ շատ հետաքրքիր զուգահեռ է գալիս 44-օրյա պատերազմի ու հենց նոյեմբերի 10-ին, չգիտեմ։ Ծավալում եւ հզորության գագաթնակետ 1453-ից 1566։ Մուրադ II-ի որդին Մեհմեդ Ֆաթիհը նվաճող կրկին կազմակերպեց պետությունն ու բանակը։ Տեսեք, շատ ենք մենք հանդիպում պատմության մեջ, երբ
մի առաջնորդի ներկայացնում են նվաճող, մյուսին չեն ներկայացնում։ Այսինքն ինչ որ մի պահի պետքա նվաճել, ինչ որ մի պահի նվաճածը պետքա սկսել կառավարել, դնել գծերին, հետո կգա մյուսը կնվաճի, չի կարելի միշտ նվաճել կամ չի կարելի միշտ միայն խելոք կառավարել։ Նույնիսկ միջայլոց Հայաստանում էլ մեծ հայկի տարածքում էլ մի քանի անգամ այդպիսի հերթականություն եղել է, ինչու ոչ հենց Տիգրան Մեծի պարագան իր պարագայում հայքը նախ կազմավորվեց, միացավ, վերամիավորվեց, հետո դարձավ կայսրություն, իսկ դրանից հետո Արտավազդ II-ը կառավարողներ այդ կայսրության, ով հիանալի կառավարեց միջայլոց։ Մեհմեդը թույլ տվեց, նվաճող, կրկին կազմակերպեց պետությունն ու բանակը, իսկ 1453 թվականի մայիսի 29-ին նվաճեց Կոստանդնուպոլիսը։ Մեհմեդը թույլ տվեց ուղղափառ եկեղեցուն պահպանել իր տարածքն ու ինքնիշխանությունը, որի դիմաց ընդունելու էր օսմանյան գերիշխանությունը։ Արևմտաեվրոպական պետությունների և բյուզանդական կայսրության միջև վատ հարաբերությունների պատճառով ուղղափառ բնակչության մեծ մասը օսմանյան իշխանությունը գերադասում էր Վենետիկյանի նկատմամբ։ Ասում են ավելի լավ օսմանյան կայսրությունը լինի կամ Վենետիկը։ Օսմանյան կայսրության համար ալբանական ընդդիմությունը ամենամեծ խոչընդոտն էր Ապենինյան թերակղզի հասնելու ճանապարհին։ 15-ից 16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ։ Սուլթան Սելիմ I-ը 1512-ից 1520 կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները, պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայել Շահին Չալդրանի ճակատամարտում։ Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում։ Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ պորտուգալական կայսրության և օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար։ Հետաքրքիր է, Հայաստանում Սելիմի Լեռնանսկը ինչի է մինչև մի կոչում Սելիմի Լեռնանսկ։ Սենց համ կարդում ենք, համ մտածում։ Սուլեյման Փարահեղը 1520-1566 1521 թվականին գրավում է Բելգրադը, ինչպես նաև օսմանա-հունգարական պատերազմների ժամանակ գրավում է հունգարական թագավորության հարավային և կենտրոնական հատվածները։ 1526 թվականին Սուլթան Սուլեյմանը պատմական հաղթանակ է տանում Մոհաչի ճակատամարտում, Օսմանյան իշխանություն հաստատելով ներկայիս Հունգարիայի տարածքում և կենտրոնական Եվրոպայում։ 1529 թվականին պաշարում է Վիեննան, սակայն հաջողության չի հասնում։ 1532 թվականին ևս մեկ փորձ է կատարում գրավելու քաղաքը։ Տրասիլվանիան, Վալախիան և Մոլդովան դարձան Օսմանյան կայսրության հարկատուները։ Արևելքում օսմանցիներին հաջողվում է պարսիկներից գրավել Բաղդադ քաղաքը 1535 թվականին։ Վերջինի շնորհիվ Օսմանյան կայսրությունը վերահսկողություն է սահմանում Միջագետքի նկատմամբ, ինչպես նաև մուտք է ունենում Պարսից ծոց։ 1555 թվականին Կովկասը առաջին անգամ բաժանվում է Սեֆյանների և Օսմանյան կայսրության միջև։ Որ արևմտյան արևելյան Հայաստան, որ ասում ենք բանման, այս մաղթելն է։ Այս ստատուս քվոն պահպանվեց մինչև ռուս-թուրքական պատերազմը 1768-1774 թվականներին։ Համաձայն Ամասիայի պայմանագրի Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Քրդստանը և Արևմտյան Վրաստանը հայտնվեցին Օսմանյան իշխանության տակ, մինչդեռ Դաղստանը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը հայտնվեցին Պարսկաստանի տիրապետության տակ։ Ֆրանսիան և Օսմանյան կայսրությունը միավորվում են ընդդեմ Հաբսբուրգների իշխանության։ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի և Սուլթան Սուլեյմանի զորքերը գրավում են Կորսիկան և Նիցցան։ Այս արշավանքը ղեկավարում էր օսմանյան ծովակալներից Բարբարոսա Հայրեդդին Փաշան և Թուրգուտ Ռեյսը։ Օսմանցիների հաջողությունների արդյունքում Հունգարիայի թագավոր Ֆերդինանդը ճանաչվում է
ճանաչում է Օսմանյան իշխանությունը Հունգարիայում 1547 թվականին։ Մինչև Սուլթան Սուլեյմանի իշխանության ավարտը կայսրության տարածքը հասավ գրեթե 2.273.720 կիլոմետր քառակուսի կիլոմետրի, որը տարածվում էր 3 մայրցամաքների վրա։ 3 մայրցամաք ո՞նց է լինում։ Աֆրիկա, Այսի Եվրասիա մայրցամաքն է։ Ինչ Եվրոպա եւ Ասիա առանձնացնում են ինչ որ ձև։ Երրորդ մայրցամաքը ո՞րն է լինում։ Ամերիկաները հայտնաբերված չեն։ Լավ։ Ապստամբություններ, թուլացում եւ հզորության ժամանակավոր վերականգնում։ Լճացում եւ բարեփոխումներ 1566-1827 Ծովային առևտրական նոր ուղու հայտնաբերումը արևմտա եվրոպական տերություններին հնարավորություն տվեց խուսափել օսմանյան առևտրական մենաշնորհից 1488 թվականին պորտուգալացիների կողմից բարեհուսո հրվանդանի հայտնագործումը սկիզբ դրեց օսմանա-պորտուգալական ծովային պատերազմների Հնդկական օվկիանոսում Չնայած Հնդկական օվկիանոսում գերիշխում էր եվրոպական ներկայությունը, օսմանյան առևտուրը արևելքում շարունակում էր բարգավաճել։ Կահիրեն հատկապես զարգացում ապրեց։ Եմենում սուրճի արտադրության շնորհիվ սրճարանները տարածում գտան կայսրության ողջ տարածքում, իսկ Կահիրեն առևտրի շնորհիվ վերածվեց կարևորագույն կենտրոնի, վերելք ապրելով 17-ից 18-րդ դարերում։ Ռուսական կայսրությունը ցար Իվան IV-ի գլխավորությամբ կարողանում է տարածվել դեպի Վոլգայի եւ Կասպից ծովի շրջաններ։ 1571 թվականին Ղրիմի խան Դևլեթ առաջին Գիրեյը աջակցություն ստանալով օսմանցիներից այրում է Մոսկվան։ Հաջորդ տարի նվաճողական քաղաքականությունը շարունակվում է, սակայն սրանց առաջընթացը կանգ է առնում Մոլոդի ճակատամարտի ժամանակ։ Ղրիմի խանությունը շարունակում է իր նվաճումները Արևելյան Եվրոպայում, որտեղ նրա հզորությունը պահպանվում է մինչև 17-րդ դարի վերջը։ Օսմանյան նավատորմը պարտություն է կրում Հարավային Եվրոպայի կաթոլիկ կոալիցիայից Լեպանտոյի ծովամարտում 1571 թվական։ Այս գործողությունները ղեկավարում էր Իսպանիայի թագավորը Ֆիլիպ II-ը, երևի լսած կլինեք։ Սա առաջին լուրջ հարվածն էր օսմանյան անպարտելիության միֆին։ Երևի աշխարհամաս ավելի ճիշտ կլիներ Հակոբ ջան, ինձ էլ է տենց թվում, որ խոսքը աշխարհամասի մասին է, ոչ թե մայրցամաքի։ Հիմա տեսեք, այն ժամանակ էլ, եթե ձեզ թվում է պրոպագանդա չի եղել, ու պրոպագանդան միայն ժամանակակից տեխնոլոգիաներով է բան եղել, սխալվում եք, ուրեմն այտենց օսմանյան անպարտելիության միֆին առաջին լուրջ հարվածն է տալիս Ֆիլիպ II-ը, Իսպանիայի թագավոր 1571 թվականին։ Այս հաջողությունը գրանցվեց 1565 կներեք, 71-ին ղեկավարում էր։ Այս հաջողությունը գրանցվեց 1565 թվականին Մալթայի պաշարման ժամանակ, մի հատ քարտեզը պատկերացրեք ժողովուրդ, չգիտեմ, երևի էսի քարտեզով էր պետք այս ամեն ինչը կարդալ, որպեսզի ասես վիզուալ էլ պատկերացնենք խոսքը ինչի մասին է, ինչ ահռելի տարածքի մասին է։ Ասպետների գործողությունների շնորհիվ ճակատամարտը շատ ավելի լուրջ հարված հասցրեց օսմանյան նավատորմի փորձառու մասնագետներին, քան նավերին, քանի որ նավերի կորուստը հնարավոր եղավ կարճ ժամանակամիջոցում վերականգնել, իսկ մարդկանց կորուստը անդառնալի էր։ Վերականգնված նավատորմը 1573 թվականին ստիպեց Վիեննային ստորագրել խաղաղության պայմանագիր, որը թույլ տվեց Օսմանյան կայսրությանը ընդլայնել իր տարածքները դեպի Հյուսիսային Աֆրիկա։ Ռազմական ոլորտում գոյություն ունեցող մի շարք խնդիրները անհանգստության ալիք բարձրացրին բանակում։ 16-ից 17-րդ դարերում Օսմանյան կայսրության կենտրոնական շրջաններում սկսեցին ջելալիական ապստամբությունները 1590-1610, իսկ երկրում
իրավիճակն ավելի էր ծանրանում, քանի որ արդեն 1600 թվականին երկրում կար 30 միլիոն բնակչությունը, որին հող էր անհրաժեշտ։ Չնայած 30 միլիոն այն ժամանակ։ Չնայած դժվարություններին եւ խնդիրներին Օսմանյան պետությունը շարունակեց պահպանել իր հզորությունը, իսկ զորքը պարտություններ չկրեց։ Միակ բացառությունը եղավ Սեֆյանների դինաստիայի դեմ արշավանքներից մեկը, սրա արդյունքում Օսմանյան կայսրության արևելյան գավառները անցան Պարսկաստանին։ 1603-ից 1618 թվականների պատերազմը ի վերջո հանգեցրեց Նասուհ Փաշայի պայմանագրին, որով ամբողջ Կովկասը, բացի Վրաստանի արևմտյան հատվածներից, անցան Սեֆյանների վերահսկողության տակ։ Մուրադ IV-ը 1623-1640 իր կարճաժամկետ կառավարման ընթացքում կարողանում է վերահաստատել կենտրոնական իշխանությունը եւ վերագրավել Իրաքը Սեֆյաններից։ Ղասրե Շիրինի պայմանագիրը Կովկասը եւս մեկ անգամ բաժանում է երկու հարևան կայսրությունների միջև, ինչպես կատարվել էր 1555 թվականին Ամասիայի պայմանագրով։ Կանանց սուլթանությունը 1623-ից 1656 մի ժամանակաշրջան էր, որի ընթացքում երիտասարդ սուլթանների անունից իրականացնում էին իշխանությունը։ Այս շրջանի ամենաազդեցիկ կանայք եղել են Քյոսեմ սուլթանն ու նրա հարսը Թուրհան Հաթիջենեն, որոնց մինչև մրցակցությունն ավարտին հասավ 1651 թվականին Քյոսեմ սուլթանի սպանությամբ։ Քյոփրլուների կառավարման շրջանում Քյոփրլուներից մեզ պիտի հայտնի լինի Սասունցի Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ այդ շրջանը։ Քյոփրլուներից կառավարման շրջանում կայսրության արդյունավետ ղեկավարումն իրականացվում էր Քյոփրլուների ընտանիքից ընտրված մեծ վեզիրների կողմից։ Քյոփրլու վեզիրները նոր ռազմական հաջողությունների հասան Տրանսիլվանիայում։ 1669 թվականին գրավեցին Կրետեն, հասան Կամենեց-Պադոլսկ, Ուկրաինա։ Կամենեց-Պադոլսկը Իմիջիայլոց Կամենեց-Պադոլսկում հայկական բերդել կա, բուչևնի պարիսպները պահպանվում են, եթե չեմ սխալվում։ Այս հաջողություններից ու հնագույն ժամանակներում այնտեղ հայեր ապրել են։ Այս հաջողություններից ոգևորված մեծ վեզիր Քարա Մութաֆա Փաշան մեծ զորքով շարժվեց Վիեննա, կրկին նպատակ ունենալով գրավել քաղաքը։ 1683-1699 թվականների թուրքական մեծ պատերազմի ժամանակ օսմանյան զորքերը պարտություններ կրեցին Հաբսբուրգների, գերմանական եւ լեհական միավորված ուժերի կողմից։ Սրբազան լիգայի դաշինքը Վիեննայի հաղթանակից հետո օսմանցիների հետ կնքեց Կարլովիցի հաշտությունը 1609 թվականի հունվարի 26։ Տեսեք, արդեն գալիս է ավելի հստակ բաներով, ամսաթվերով, որով էլ ավարտվեց թուրքական մեծ պատերազմը։ Օսմանցիները կրեցին իրենց համար կարևոր նշանակություն ունեցող տարածքները, սակայն ժամանակավորապես։ 1695-ից 1696 թվականներին Մուսթաֆա II 1695-ից 1703-ին բանալել հակահարված հասցրեց Հաբսբուրգներին Հունգարիայում, սակայն հաջողություն կրեց Զենտայի մոտ 1697 թվականի սեպտեմբերի 11-ին։ Օսմանյան սահմանը, այստեղ արդեն ռուսական սպառնալիքի աճ պարբերությունն է գալիս։ Օսմանյան սահմանը Դանուբի եւ Սավայի մոտ 18-րդ դարի ընթացքում առանձնապես փոփոխության չի ենթարկվել։ Միայն Բանատն ու Բելգրադը ժամանակավորապես դուրս են եկել նրա վերահսկողության տակից։ Ռուսական նվաճողական քաղաքականությունը աստիճանաբար աճում էր եւ վերածվում մեծ սպառնալիքի։ Շվեդիայի Կարլոս 12-րդ թագավորը 1709 թվականի Պոլտավայի ճակատամարտում ռուսների կողմից պարտություն կրելուց հետո դառնում է Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Կարլոս 12-րդը համոզել էր Օսմանյան կայսրության սուլթան Ահմեդ III-ին պատերազմ հայտարարել Ռուսաստանի դեմ, որն էլ հանգեցրեց 1710-1711 թվականներին Մոլդովայում
Պրուտ գետի արշավանքի ժամանակ Օսմանյան հաղթանակի։ Այս արդեն եթե զուգահեռ տանենք Հայաստանի հետ, Իսրայելորու ժամանակահատվածն է գալիս, ով արդեն երևի թե Նիդերլանդներում սկսել էր աշխատել։ 1716-ից 18 թվականների ավստրո-թուրքական պատերազմից հետո արդեն Դավիթ բեկի ժամանակներ մեր մոտ, բայց Սյունիքի մարզ այդ դեռ Արևելյան Հայաստան, այսինքն Պարսկաստանի տիրապետության տակ, բայց գիտենք, որ կռվել են նաև թուրքական զորքի դեմ։ Պատերազմից հետո Պասարովիցի պայմանագրով Ավստրիան կորցրեց Բանատը, Սերբիան եւ փոքր Վալախիան։ Թուրք-ավստրո-ռուսական պատերազմը 1735-ից 1739 թվականներ, որոնք ավարտվեցին 1739 թվականի Բելգրադի պայմանագրով, հագեցրին Սերբիայի եւ Օլթենիայի վերականգնմանը, սակայն կայսրությունը հօգուտ Ռուսաստանի կորցրեց Ազովը, Ղրիմի թերակղզու հյուսիսային շրջանները։ Այս պայմանագրից հետո Օսմանյան կայսրությունում ժամանակավորապես խաղաղություն հաստատվեց, քանի որ Ռուսաստանը եւ Ավստրիան ստիպված էին գործ ունենալ հզորացող Պրուսիայի հետ։ Օսմանյան կայսրությունը կրթական եւ տեխնոլոգիական զարգացման շրջան էր թևակող խումբ։ Զարգացող Պրուսիան, այսինքն արդեն Գերմանիայի տարածքն է դա։ Տարածքի մի մասն է, էլի, այդ տարածքներում է։ Ստեղծվում է Ստամբուլի տեխնիկական համալսարանը, 1734 թվականին ստեղծվում է արտիլերիայի դպրոցը, սակայն շուտով վերածվում է թեոդիցիայի պատճառով, որն առաջ են քաշում իսլամական կրոնական ներկայացուցիչները։ 1754 թվականին արտիլերիական դպրոց վերաբացվում է կիսագաղտնի պայմաններում։ 1726 թվականին Իբրահիմ Մութեֆերիկան համոզում է մեծ վեզիր Նևշեհիրլի դամատ Իբրահիմ Փաշային եւ մեծ մուֆթիին, ինչպես նաև տարբեր կրոնական գործիչներին, որ տպագրական արվեստը արդյունավետ եւ օգտակար երևույթ է։ Ավելի ուշ Ահմեդ III-ը Մութեֆերիկական իրավունք է շնորհում հրատարակել ոչ կրոնական գրքեր։ 1768 թվականին ռուսական աջակցությունը ստացող ուկրաինացի Հայդամակասը մտնում է Բալտա, որը Օսմանյան վերահսկողության տակ գտնվող Բեսարաբիայում էր, եւ ոչնչացնում է հազարավոր բնակիչների։ Այս գործողության պատճառով սկսվում է 1768-ից 1774 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ 1774 թվականի Քյուչուկ Քայնարջիի պայմանագրով պատերազմն ավարտվում է, իսկ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Վալախիայում եւ Մոլդովայում հաստատվում է կրոնական ազատություն։ Մինչև 18-րդ դարը օսմանցիների ռուսներից կրած բազմաթիվ պարտությունները ստիպեցին շատերին մտածել, որ այդ ամենը ցար Պետրոս Մեծի բարեփոխումների արդյունքն է, իսկ օսմանցիները պետք է փորձեն հասնել արևմտյան տեխնոլոգիաների հետևից։ Այստեղ Ռազմիկ ջան, Ռազմիկը ասում է Հայաստանի ազատագրական պայքարը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 1677-ի Էջմիածնի եկեղեցական ժողովով։ Շատ հետաքրքիր բան եք ասում, շնորհակալություն, նախ հարգանքներս առհասարակ ձեր մեկնաբանությունները միշտ ինձ հետաքրքիր են եղել, բայց ասեմ, ովքեր էլ զուգահեռաբար նոր են միացել, իրենց համար էլ ասեմ, ես ուզում եմ այս բազային գիտելիքները Օսմանյան կայսրության մասին ներկայացնել, այստեղ խոսքը դեռևս մեր պատմության մասին չի, ես մի օր նստելու եմ մեր պատմությունը նույնպես կարդամ, ծայրից ծայր, թող լինի մի քանի եթերով, բայց ու ինչն է հետաքրքիր, տեսեք, մենք առավոտի ծիրիկուն չենք ալարի, իրար թուրք կասենք, էլ կվիրավորենք, էլ թուրքին թշնամի կհամարենք ու նորմալ է դա հարցը դա չի, բայց մենք հայերս եւ այլն առավոտից երեկո որ մեկին մոտենաս հարցնես Օսմանյան կայսրության մասին որևիցե մի հարց տաս լռելու է, ասելու ես արա դու քո հազարամյա թշնամու մասին ինչ գիտես, ոչինչ չի իմանալու։ Ու հենց հիմա ես եթեր եմ անում 32 հոգի մարդանայում։ Չեն նստելու կարդան, իրանց փոխարեն կարդում եմ
չեմ ասում իմ մեծ ծառայություն եմ մատուցում, բնավ, ուղղակի կարդում եմ, իմ կարծիքով այս թեման պետքա շատ դիտումներ ունենար, այս ընթերցումը պիտի շատ դիտումներ ունենար, բայց մենք ոչ գիտենք, ոչ էլ ուզում ենք իմանալ, սա իմ գնահատականը թող լինի, իսկ ովքեր դիտում են, բոլորից շատ շնորհակալություն ժողովուրդ ջան։ Ահա, ուր էինք ասել։ Հաստատվում է կրոնական, մինչև 18-րդ դարը օսմանցիների, հա, բարեփոխում, ու երևի նաև այս բարեփոխումների այս գործողություններն են, որ քիչ-քիչ երևի մի 100 տարի էլ աշխատվել է վրան, մինչև եկել հասել է նրան, որ մարդկանց մեջ նստել է, որ ռուսը իրանց կփրկի ու երևի թե սկսվել է որոշակի գործողություններ Օսմանյան կայսրության տիրույթում։ Սելիմ երրորդը 1789-1807 արդեն, մենք 1300 թվականից կարդալով գալիս ենք, արդեն տեսեք ուր ենք հասել։ Բանակը արդիականացնելու առաջին փորձերը կատարեց, սակայն նրա բարեփոխումները հանդիպեցին լուրջ խոչընդոտների, իդեմս կրոնական առաջնորդների եւ յենիչերի զորքերի։ Հա, իմիջիալոց, այնտեղ որ ստոպետը ինչն էր հետաքրքիր։ Դարձյալ արևմուտքը տեխնոլոգիական առաջընթաց է ունեցել, հենց այդ նույն դարերում, հա, 18-րդ դարում։ Եվ դարձյալ ռուսները այնքան էլ չեն եղել, ոնց որ այսքան ինչ բնավորություն է, էլի ընդգծված, մինչև այսօր չի փոփոխվում դա։ Կարճ ժամանակ անց յենիչերի զորքերը ապստամբություն են բարձրացնում սուլթանի դեմ։ Սուլթան Սելիմի բարեփոխումներին ուղղված ջանքերի արժեքը դարձան նրա գահն ու կյանքը։ Սելիմ սուլթանին հաջորդեց Մահմուդ II-ը, որը 1826 թվականին վերացրեց յենիչերիների կորպուսը։ Սերբական հեղափոխությունը 1804-1815 մատնանշեց Բալկաններում ազգային զարթոնքի սկիզբը։ Արդեն Օսմանյան կայսրության ներսում սկսվեցին ցնցումները, արդեն ժողովուրդները ուզում են պոկվել։ 1811 թվականին բայց այս ամբողջ ընթացքում հայերը ինչ-որ լուր նստած են, Ռազմիկ ջան, ես հասկանում եմ դուք ինչ նկատի ունեք, բայց չգիտեմ, ես ոնց նայում եմ, երևի ամենամեղմա հայերն են հաշտված է այդ բանի հետ, էլի։ 1811 թվականին Արաբիայի արմատական վահաբականները Աս-Սաուդի գլխավորությամբ ապստամբություն են սկսում Օսմանյան կայսրության դեմ։ Չկարողանալով հաղթանակ տանել վահաբականների նկատմամբ, բարձր դուռը դիմում է Եգիպտոսի նահանգապետ Մոհամեդ Ալիին Արաբիան վերագրավելու եւ ապստամբությունները դադարեցնելու համար, որն էլ ավարտվում է 1818 թվականին Դիրիայի էմիրության վերացմամբ։ Սերբիայի սյուզերենությունը, ժողովուրդ, սյուզերենություն բառը խնդրում ենք հանկարծ չխառնել սուվերենություն բառի հետ։ Խնդրում եմ ձեզ սյուզաննա բառից, լավ, ասած ասեմ, սյուզերենություն Google-եք, ընթերցեք, կմբռնեք խոսքը ինչի մասին է։ Սերբիայի սյուզերենությունը ժառանգական իրավունքներով դե յուրե ճանաչվեց 1830 թվականին։ Իմիջիալոց այս 1818-ի որտեղ գրում է, մեզ մոտ այս կողմում եկեք զուգահեռ հիշենք, որ գնում էր արդեն ռուս-պարսկական պատերազմը եւ արդեն պիտի Գյուլիստանի պայմանագիր ստորագրվեց, հա, այդ ժամանակները։ 1821 թվականին հույները պատերազմ են հայտարարում կայսրության դեմ։ Պելեպոնեսի հեղափոխությանը հաջորդեց Մոլդովայում անջատողական շարժումը, որի հետ միաժամանակ Կորնիֆի ծոցի հյուսիսային հատվածը դարձավ առաջին մասը, որն անջատվեց Օսմանյան կայսրությունից եւ ձեռք բերեց անկախություն 1829 թվականին։ 1830 թվականին Ֆրանսիան զավթում է Ալժիրը, որը հետագայում անցնում է կայսրության, այսինքն մինչև Ալժիր Օսմանյան կայսրությունն է եղել։ 1831 թվականին Մուհամմադ Ալին ապստամբություն է սկսում կայսրության դեմ, նպատակ ունենալով դառնալ սուլթան եւ իր դինաստիան հիմնադրել Եգիպտոսում։ Նրա որդին Իբրահիմ Փաշան իր լավ վարժեցված բանակով պարտության է մատնում Օսմանյան բանակին, Կոստանդնուպոլսի մատույցների մոտ։ Հուսահատության մեջ հայտնված սուլթան Մահմուդ II-ը դիմում է ռուսական օգնության, նորն է պատերազմել իրար հետ, խնդրելով ցար Նիկոլայ I-ից օգնական զորք ուղարկել։
Հյունքյար Իսկելեսի պայմանագրի դիմաց ռուսները ուղարկում են օգնական զորքը, որը դուրս է մղում Իբրահիմ Փաշային Կոստանդնուպոլսից։ 1833 թվականի մայիսի 5-ին տեսեք ինչ եղբայրական հարաբերություններ են եղել զուգահեռ։ Մի կողմից կռվել, մյուս կողմից աղբերություն են արել։ 1833 թվականի մայիսի 5-ին կնքված Քյութահիայի խաղաղության պայմանների համաձայն Մուհամմադ Ալին համաձայնվում է հրաժարվել սուլթան դառնալու նկրտումներից, իսկ դրա դիմաց դառնում է Կրետեի, Հալեպի, Տրիպոլիի, Դամասկոսի եւ Սիդոնի նահանգապետ, ինչպես նաեւ իրավունք է ստանում հավաքել Ադանայի հարկերը։ Եթե ռուսական ներխուժումը չլիներ, ապա Մահմուդ II-ը գահընկեց էր արվելու, իսկ Մուհամմադ Ալին դառնալու էր կայսրության նոր սուլթանը։ Սրանով իհարկե հիմք դրվեց մի սովորության, երբ բարձր դուռը հայտնվելով ծանր իրավիճակում սկսեց օգնություն խնդրել տարբեր պետություններից։ Հիմի տեսեք, երկու կայսրություններ են իրար հետ համ կռվել են, համ իրար փոխօգնության են հասել։ Հիմի այսօրվա դրությամբ մեր ուղեղում նստած, այսօր արդեն իհարկե դա ծիծաղելի խոսույթ է, բայց ընդամենը մինչև վերջերս ռուսը չլինի թուրքը մեզ կուտի։ Ասենք դրանք մեծ պետություններ են, ովքեր պայմանավորվելու են իրար հետ, իսկ Հայաստանը ու նման երկրները, ովքեր որ այնքան էլ չեն գնահատում իրենց ինքնիշխանությունը, դառնալու են այդ ամեն ինչի մեջ մանրադամ, լինելու են մեկի, մեկ մյուսի տիրապետության տակ ու դրանից ոչինչ չի փոխվելու, հասկանում եք։ Դրա համար մենք այսօր պիտի այդ որ ասում ենք պատմությունից դասեր քաղենք, խնդրեմ, սա դասը, սա պատմությունը վերցրենք եւ քաղեք, ինչ է պատահել։ Քաղեք, որպեսզի հասկանաք ինչ անշակում պետականություն ունենալ, սեփական պետություն ունենալ։ Ես սա որ պետք է ըմբռնել ես ամեն ինչից, այստեղ կապ չունի այն տարեթվերը, այդքան անունները, այդքան կապ չունի, չգիտեմ, բաները, փոքր տեղանունները, այս կողմեն կողմ, ավելի կապ ունի իր իմաստը, հա, ընդհանուր առմամբ։ 1839 թվականին բարձր դուռը փորձեց վերականգնել այն, ինչ կորցրել էր Եգիպտոսի դե ֆակտո անկախ նահանգապետությանը, սակայն խայտառակ պարտության է մատնում։ Սա հանգեցնում է այսպես կոչված արևելյան ճգնաժամի, երբ Մուհամմադ Ալին մոտ էր սուլտան դառնալու հնարավորությանը Ֆրանսիայի օգնությամբ։ Երբ բարձր դուռը չկարողացավ ինքնուրույն պարտության մատնել եգիպտացիներին, Բրիտանիան եւ Ֆրանսիան ներխուժեցին Եգիպտոս։ Մինչև 19-րդ դարի կեսերը Եվրոպան Օսմանյան կայսրությանը կոչում էր Եվրոպայի հիվանդ մարդ։ Սերբիայի, Վալախիայի, Մոլդովիայի եւ Մոնտենեգրոյի սուզերեն պետությունները 1860-1870-ական թվականներին դե յուրե անկախություն են ձեռք բերում։ Անկում եւ արդիականացում արդեն 1828-ից 1908 մոտենում ենք մեզ առավել այն ժամանակները, որտեղ որ մենք մի փոքրի շատ է ինֆորմացված ենք։ Թանզիմատի ժամանակաշրջանում 1830-ից 1876 թվականներ, մոտ 40 տարի, կառավարության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները հանգեցրին ժամանակակից բանակի բանկային համակարգի ստեղծման։ Կրոնական օրենքները փոխարինվում են աշխարհիկ օրենքներով։ Հոմոսեքսուալության նկատմամբ պատժամիջոցները վերացվում են 1839-ից 1876 թվականներ։ 1840 թվականի հոկտեմբերի 23-ին ստեղծվում է Օսմանյան փոստային նախարարությունը։ Սամուել Մորզեն 1847 թվականին հեռագրի ստեղծման համար թուրքական արտոնագիր է ստանում, այս նոր հայտնագործությունը Սուլթան Աբդուլ Մեջիդը անձամբ է փորձարկել։ Փորձարկումից հետո 1847 թվականի օգոստոսի 9-ին թուրքական առաջին հեռագրական գիծը սկսում է գործել Ստամբուլ Էդիրնե Շումեն։ Բարեփոխումների այս շրջանը ստեղծվում է նաև կայսրության առաջին սահմանադրությունը, որը սակայն կարճ կյանք է ունենում։ Խորհրդարանը գոյատևեց ընդամենը 2 տարի, մինչև սուլտանը վերացրեց այն։ Կայսրության քրիստոնյա բնակչությունը իր կրթական մակարդակի շնորհիվ սկսեց հետևում թողնել մուսուլման մեծամասնությանը, առաջացնելով վերջինների զայրույթը։ Քրիստոնյաները ոնց որ ավելի ընդունակ են եղել երևի։ 1861 թվականին կայսրությունում առկա էին
571 տարրական եւ 94 միջնակարգ դպրոցներ քրիստոնյա բնակչության համար։ Այստեղ սովորում էին 140,000 աշակերտներ, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցում էր թուրք աշակերտների թիվը։ Շատերը դժգոհում էին, թե արաբական այբուբենը չէր համապատասխանում թուրքական հնչյուններին, որն էլ դժվարացնում էր թուրք երեխաների գործը։ Քրիստոնյա բնակչության կրթական բարձր մակարդակը հնարավորություն էր տալիս նրանց կարևորագույն դեր խաղալ տնտեսության մեջ, օրինակ սուրսուկ ընտանիքն տնտեսության մեջ լուրջ ազդեցության եւ հաջողությունների է հասնում։ 1911 թվականին Ստամբուլում առկա էին 654 կազմակերպություններ, որոնցից 528 էթնիկ հույների ձեռքում էր։ Հիմնականում քրիստոնյաները եւ հրեաները կարողանում էին եվրոպական կոնսուլների եւ քաղաքացիների կողմից պաշտպանություն ստանալ, որը նշանակում էր, որ նրանք պաշտպանված են օսմանյան օրենքներից եւ չեն ենթարկվում միևնույն տնտեսական կանոնակարգերին, ինչ որ իրենց մուսուլման գործընկերները։ Գերեջան խորհուրդ կտամ նայեք նաև Շան TV նկարահանված պատմության դասեր հաղորդում։ Ադնա ջան, շնորհակալություն խորհրդի համար, ես այդպես ժամանակ դժվար ունենամ, բայց որ ունենամ անպայման կդիտեմ։ Ասեմ, ես նման նյութեր շատ եմ դիտում, կարդում եւ այլն, ուղղակի որոշեցի նաև երբեմն ասած գոնե Օսմանյան կայսրության մասով բազային գիտելիքներ ընթերցել մեր քաղաքացիների համար, որովհետեւ մենք հիանալի հասկանում ենք, որ անգամ մի փոքր երկար լրագրողական նյութը չեն ընթերցում մեր քաղաքացիները, որ մնաց թե խորհրդանք ինչը նայել։ Ես շատ նայել եմ, շատ կարդացել եմ եւ կարդում ու նայում եմ, շնորհակալություն դարձյալ հուշելու համար, բայց ավելի շատ ուզում եմ այս ամեն ինչը կիսվենք, մենք սկսենք հասկանալ ինչ է այդ կայսրությունն ինչ է, Օսմանն ինչ է, թուրքն ինչ է, այս ամեն ինչը սկսենք հասկանալ, որովհետեւ օրինակ ինձ համար այդքան ես տեղեկացված էի, բայց միևնույն է ինձ համար նորություն էր, որ Օսմանների շրջանակներում անգամ թուրք բառը բացասական բան է նշանակել, հասկանում եք, որ վեք ժիվի վեք ուչիս, այդ վիճակն է լրիվ էլի։ Իսկ ես այդ պատմության մասով խոսքը մեր պատմության մասին է, հայոց պատմություն են ցույց, հայկական պատմությունն են բանանում, ես չեմ նայել ուղղակի, իհարկե այստեղ հղումը դրել ես, ես կփորձեմ նայել, Աննա ջան, շնորհակալություն կրկին, բայց ես իմի հայերի պատմությունը չեմ բանանում, այսի բազային գիտելիքներ են Օսմանյան կայսրության մասին ընդամենը։ Ղրիմի պատերազմը 1853-1856 թվականներ, իրականում եվրոպական, ես մեր պատմությունը շատ եմ կարդում, կամ ուսումնասիրում, սենց ասում, սիրողական մակարդակում իհարկե, ցավոք սրտի իմ երիտասարդ տարիներին պատմագիտական ֆակուլտետում սովորել է այդքան էլ մոդայիկ չէր, ու ոչ միայն էլի։ Պատերազմի ֆինանսական, իրականում եվրոպական պետությունների միջև անկում ապրող Օսմանյան կայսրության տարածքների համար մղվող պայքար էր, որ էշը ընկնումը դանակավորները շատանում են։ Պատերազմի ֆինանսական բեռը ստիպեց Օսմանյան կայսրությանը 1854 թվականի օգոստոսի 4-ին 5 միլիոն ֆունտ ստերլինգի չափ արտաքին պարտք վերցնել, բայց ես ուզում եմ ամեն դեպքում էլի այն մուսուլման եւ քրիստոնյա աշակերտներին վերադառնալ։ Տեսեք ինչն է այստեղ հետաքրքիր։ Մի բան է, երբ որ կարդում ես եւ մի բան է, որ մի փոքր անալիզ ես էլի անում ու փորձում ես հասկանալ։ Տեսեք, կայսրության ներսում ազգությունների անունները այդքան չի տալիս։ Տալիս է որոշակի ինձ ինքնավար որոշակի ինքնիշխանություն ունեցող պետական միավորների անուններ, որոնք այսպես թե այնպես Օսմանյան կայսրության տիրապետության տակ են, եւ բնակիչներին բաժանում է ըստ հավատքի։ Հիշում եք, ես մի անգամ եթերի ժամանակ ձեզ դրա մասին ասել եմ, որ առհասարակ ազգությունով
բանա բնորոշելը բավականին թարմ բան է ինքը, էլի այն ժամանակներում եղել է կրոնով կամ իսկ կրոնական բանով որոշելուց ավելի հին ժամանակներում եղել է թե դու որ արքայի հպատակն ես կամ որ իշխանի հպատակն ես, ազգությունը այդքան բան չի եղել։ Պատերազմի ֆինանսական բեռը ստիպեց Օսմանյան կայսրությանը 1854 թվականի օգոստոսի 4-ին 5 միլիոն ֆունտ ստերլինգի չափ արտաքին պարտք վերցնել։ Պատերազմը հանգեցնում է Ղրիմի թաթարների տեղահանության, որոնցից 200,000 տեղափոխվեց Օսմանյան կայսրություն։ Կովկասյան պատերազմների ավարտին ադիգեացիների 90% էթնիկ զտման ենթարկվեց։ Նրանք զրկվեցին իրենց կովկասյան տներից և 500-ից 700,000 բնակչությունը հաստատվեց Օսմանյան կայսրությունում։ Շատ ադիգեական կազմակերպություններ ավելի մեծ թվեր են առաջարկում ընդհուպ մինչև 1-1.5 միլիոն։ Ղրիմի թաթար փախստականները 19-րդ դարում կարևորագույն դեր խաղացին Օսմանյան կրթության մոդեռնիզացման գործում, ինչպես նաև առաջ քաշեցին պանթուրքիզմի և թուրքական ազգայնականության գաղափարները։ Այս շրջանում Օսմանյան կայսրությունը շատ քիչ քանակությամբ ներդրումներ է կատարում կրթական ոլորտում։ Օրինակ, 1860-ից 61 թվականներին պետական բյուջեից ընդամենը 0,2% ներդրում է կատարվել կրթության մեջ։ Օսմանյան պետության փորձերը արդիականացնելու պետական ենթակառուցվածքները և բանակը արտաքին միջոցներով մի նոր խնդիր առաջացրին, Օսմանյան կայսրությունը սկսեց մեծ քանակությամբ պարտքեր վերցնել և 1875 թվականին հայտարարեց սրանք լինելու մասին։ Մինչև 81 թվականը Օսմանյան կայսրությունը համաձայնվեց թույլ տալ, որ պետական պարտքերը վերահսկվեն Օսմանյան հանրային պարտքերի վարչության կողմից։ Օսմանյան բաշի բոզուկները դաժանաբար ճնշեցին 1876 թվականին սկսած բուլղարական ապստամբությունը, սպանելով ավելի քան 100,000 մարդ։ Ռուս-թուրքական պատերազմը 1877-1878 թվականներ ավարտվեց Ռուսաստանի շոշափելի հաղթանակով։ Արդյունքում Եվրոպայում օսմանյան տիրույթները կտրուկ նվազեցին։ Բուլղարիան վերածվեց անկախ իշխանության, Օսմանյան կայսրության ներսում։ Ռումինիան ձեռք բերեց ամբողջական անկախություն։ Սերբիան և Մոնտենեգրոն ի վերջո անկախություն ձեռք բերեցին, սակայն ավելի փոքր տարածքներում։ 1878 թվականին Ավստրո-Հունգարիան միակողմանիորեն գրավեց Բոսնիա և Հերցեգովինայի և Նովի Փազարի օսմանյան նահանգները։ Այստեղ արդեն հետաքրքիր է դառնում, կայսրությունը սկսում է փլուզվել վերջի վերջո, այստեղ երկրներ կան, որոնք որ այդ ամբողջ ընթացքում են մասնագիտացած եղել, այսպես ասած, ապստամբության գործում, իսկ հայերը մի քիչ պասիվ են ոնց որ ավելի շատ եղել, էլի։ Երևի նաև դա է պատճառ եղել, որ բոլորը երկաթե շերեփով կարողացան իրենցը վերցնել, իսկ մեր շերեփը թղթե շերեփ էր, և որպես արդարացում մեզ սկսեցին սովորեցնել, որ հայ եկեղեցին պահպանում էր մեր հայկականությունը, դարձյալ այդ հայկականությունը ասվածը, էլի, որ Հայաստանյան պետականության մասին չի, էլի խոսք, ավելի ինչ-որ այլ բանի մասին են, որ չես հասկանում դեգրադացված պատկերացումները, էլի։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին հանձն առավ վերականգնել օսմանյան տիրույթները Բալկաններում Բեռլինի կոնգրեսի ժամանակ։ Սա արդեն դպրոցական դասագրքերից պիտի հիշենք։ Իսկ դրա դիմաց Բրիտանիան ստանալու էր Կիպրոս կղզին 1878 թվականին։ Բրիտանիան ավելի ուշ 1882 թվականին զորքեր է ուղարկում Եգիպտոս Ուրաբի ապստամբությունը ճնշելու համար։ Սուլթան Աբդուլ Համիդ II, ես պիտի ասեմ ժողովուրդ, ես ցավում եմ, որ մեր հայ ժողովրդից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատ-շատերը Աբդուլ Համիդին չեն ճանաչում։ Այն դեպքում, երբ որ Աբդուլ Համիդից է սկսել հայկական ջարդերը, կոնկրետ հայկական ջարդերը, 1894-1896։ Ես ապշում եմ ուղղակի ու շատ է լինում այդ թեմայով, երբ որ զրուցում ենք ցեղասպանության թեմայով ու անընդհատ 1915 թիվն է մեջբերվում, ու երբ որ դու խոսում ես նաև մինչև երի թուրքերը խոսում ես Աբդուլ Համիդից, նայում են դեմքիդ, էլի ոչինչ դե լավ ասում ես
Դու գնում ես ծիծեռնապա գաբեր, քեզ մոտ հաշիվ չես տալիս, ուր ես գնում, խի ես գնում։ Երկու բառ չիմանաս, երկու բան չիմանաս քո ու քո թշնամու մասին։ Ասենք ոնց որ հիմա վերցնեմ այստեղ Facebook-յան ընկերներից մեկի հետ, ասես դնեմ թշնաման, հա։ Դες թուրը թվան դառնամ, իրար երեխա մորթենք, իրար չգիտեմ ինչ ասես անենք, արա բայց իրար չճանաչենք, չուզենք ճանաչենք իրար։ Արա պետքա ճանաչես, պետքա իմանաս, որ քո կռիվն էլ իմանաս։ Չգիտեմ, հələ չեմ խոսում այլ բաների մասին, էլի։ Այդ ճանաչելը ինչ կտա։ Հետո ուղղակի ապշեցուցիչ է, էլի։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը չէր ցանկանում ուղարկել իր զորքերը, քանի որ վախենում էր, թե դա կարող է հանգեցնել երկրում հեղաշրջման փորձի, որն էլ կզրկեր նրան իշխանությունից։ Աբդուլ Համիդ II-ը, որը հայտնի էր Աբդուլ Համիդ անիծված անունով, իր ցնորվածության եւ դաժանության համար այնքան էր վախենում հեղաշրջման հնարավորությունից, որ թույլ չէր տալիս իր զորքին մասնակցել ռազմական գործողությունների։ 1883 թվականին գերմանական ռազմական առաքելության շրջանակներում գերմանական բարոն Քոլմար ֆոն դեր Գոլցը ժամանում է Օսմանյան կայսրություն Օսմանյան բանակը վարժեցնելու համար։ Սրա շնորհիվ ստեղծվում է Գոլցի սերունդը, այսինքն գերմանական վարժանք անցած եւ վերապատրաստված սպաների սերունդը։ 1894-1896 թվականներին, ահա, այս աստեղ հետ կա։ Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում տեղի ունեցան Համիդյան ջարդերը, որոնք կարելի է համարել նախացեղասպանական գործողություններ, քանի որ, բայց ինչ աշխատում նախացեղասպանական գործողություն, մեր Վիկիպեդիան էլ է պետք մի հատ Վիկիդարանն էլ է պետք մի հատ նորմալ թարմացնել, էլի, նայեք, քանի որ ավելի քան 300,000 խաղաղ բնակչություն դաժանաբար սրի մատնվեց։ 300,000 հայ բնակչության սրի մատնելը նախացեղասպանական գործողություն են համարում այս մարդիկ։ Այս էլ հոմերանք են գրել։ Սա ցեղասպանությունն է, չէ՞։ Տարբեր շրջաններում եղան ինքնապաշտպանական մարտեր, որոնց շնորհիվ շատ ավելի քիչ մարդիկ ջարդի ենթարկվեցին։ Համիդի զորքերին դիմադրություն ցույց տրվեց Զեյթունում, Վանում, Սասունում, որտեղ հայերը կենաս մահու գնով պայքարեցին հանուն իրենց գոյության եւ հայրենիքի փրկության։ Իմիջայլոց մեր առաջին հայդուկապետերը հենց այս շրջանից են սկսել իրենց գործունեությունը, հենց մեկը Արաբոն, ով երևի առաջինն էր, հա, ոչ թե առաջիններից, այլ առաջինն էր։ Համիդյան ջարդերի արդյունքում 300,000 մարդ զոհվեց, 100,000 հոգի բռնի իսլամացվեց, իսկ եւս 100,000 մարդիկ տարագրվեցին տարբեր երկրներ։ Երբ Օսմանյան կայսրությունը իր չափերով սկսում էր մեծապես նվազել, 7-ից 9 միլիոն մուսուլմաններ իրենց նախկին բնակավայրեր Կովկասից, Ղրիմից, Բալկաններից եւ Միջերկրական ծովի կղզիներից ստիպված եղան գաղթել Օսմանյան կայսրության կենտրոնական շրջաններ եւ արևելյան Թրակիա։ Բալկանյան առաջին պատերազմի 1912-1913 թվականներ ժամանակ կրած պարտությամբ կայսրությունը կորցրեց Բալկաններում բոլոր տարածքները, բացի արևելյան Թրակիայից։ Սրա պատճառով 400,000 մուսուլմաններ հեռացան օսմանյան բանակների հետ, իսկ 400,000 ոչ մուսուլմաններ հեռացան այն տարածքներից, որոնք գտնվում էին օսմանյան տիրապետության տակ։ Օսմանյան կայսրության պարտությունների եւ կազմալուծման շրջանը սկսեց երկրորդ սահմանադրության ժամանակաշրջանից։ Երբ թուրքերը վերականգնեցին 1876 թվականի Օսմանյան սահմանադրությունը, որ մի 4 տարի էր գործել, եւ առաջ քաշեցին բազմակուսակցականությունը երկաստիճան ընտրական համակարգով։ Նոր սահմանադրությունը հույս էր տալիս կայսրության քաղաքացիներին, որ պետության ինստիտուցիոնալ կառույցները արդիականացնելու են։ Բազմաթիվ խոստումներով եւ հույսերով լեցուն այս շրջանը իրականում դարձավ պատմության մեջ կայսրության պայքարների շրջան։ Երբ թուրքական շարժման մասնակիցները, որոնք մի ժամանակ ընդհատակ էին անցել, կրկին սկսեցին կուսակցություններ ստեղծել։ Դրանցից ամենախոշորները Միություն եւ Առաջադիմությունն էր։
եւ ազատություն եւ համաձայնություն կուսակցությունը։ Մյուս կողմից աշխատավորական կուսակցություն Ալ-Ֆաթհի հայ ֆիդայական շարժման, որը ստեղծվել էր հայ հեղափոխական դաշնակցության կողմից։ Օգտվելով ստեղծված իրավիճակից Ավստրո-Հունգարիան պաշտոնապես անեքսիայի ենթարկեց Բոսնիան եւ Հերցեգովինան 1908 թվականին։ Օսմանյան վերջին մարտահամարը իրականացվեց 1914 թվականին։ Չնայած ռազմական բարեփոխումներին, որոնք հիմք դրեցին ժամանակակից օսմանյան բանակին, Իտալա-թուրքական պատերազմի 11 թվականին ժամանակ կայսրությունը կորցրեց իր տիրույթները Հյուսիսային Աֆրիկայում եւ Դոդեկանեսյան կղզիները, իսկ Բալկանյան պատերազմների 1912-13 թվականներ ժամանակ կայսրությունը կորցրեց գրեթե ողջ տիրույթները Եվրոպայում։ Շարունակաբար թուլացող կայսրությանը սպասվում էր առաջին համաշխարհային պատերազմը։ 1909 թվականին Օսմանյան հակահեղաշրջումը, մարտի 31-ի դեպքը եւ 1912 եւ 13 թվականների ընթացքում եւս երկու հեղաշրջումներ։ Օսմանյան կայսրության մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին սկսվեց 14 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Սևծովյան ափերի վրա օսմանյան անակնկալ հարձակումով։ Սրան ի պատասխան Ռուսաստանը եւ նրա դաշնակիցները Ֆրանսիան եւ Բրիտանիան պատերազմ հայտարարեցին օսմանցիների դեմ։ Պատերազմի առաջին տարիներին օսմանցիները բազմաթիվ հաղթանակներ տարան, օրինակ Գալիպոլիի ճակատամարտում Էլ-Քութի պաշարման ժամանակ։ Ինչն է հետաքրքիր, ես հիշում եմ Էրդողանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ ինքն էլ նշում էր Գալիպոլիի 100-ամյա տարելիցը, Գալիպոլիի ճակատամարտի ու հրավիրել էր Բրիտանիայի վարչապետին, եթե չեմ սխալվում։ Հրավիրել էր ու միասին դիտում էին այդ պարադը, էլի ասենք, իսկ Գալիպոլիի ճակատամարտում հաղթել է հենց նաև բրիտանացիներին, կոալիցիոն ուժերին։ Գժանոց էր, էլի։ 1915 թվականին Օսմանյան կառավարությունը սկսում է տեղահանել հայ բնակչությանը երկրի ողջ տարածքից, բռնագաղթեցնում սիրիական անապատ, ճանապարհին կոտորելով շատերին։ Գործողությունները կատարվում են մի քանի փուլով, նախապես տղամարդկանց հավաքագրում են պատերազմի դաշտ ուղարկելու անվան տակ եւ ոչնչացնում, այնուհետեւ բոլոր հնարավոր առաջնորդ ղեկավարներին, քաղաքական մշակութային գործիչներին, այնուհետեւ հոգեվարականությանը, որը կարող էր այս կամ այն կերպ համախմբել հայ ժողովրդին։ Տեսեք, նոր սկսում են հասկանալ, որ այս կողմից նույնպես վտանգ ունեն։ Իսկ ամենավերջում, երբ հայ ժողովուրդը գլխատված էր բռնագաղթեցնում են կանանց, երեխաներին եւ ծերերին, ճանապարհին չարաչար տանջանքների մատնելով նրանց, այս արյունալի եւ սարսռազդու գործողությունների արդյունքում 1.5 միլիոն հայեր են սպանվում։ Հայոց ցեղասպանությունը, որը կատարվել է առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում եւ նաեւ շարունակվել է դրանից հետո, պատճառ է դարձել հայ ժողովրդի պատմական հայրենիքի կորստի, հայրենազրկման, միլիոնավոր մարդկանց սպանության եւ մի քանի 100,000 մարդկանց արտագաղթի, որոնք սփռվել են ամբողջ աշխարհում հիմք դնելով հայկական սփյուռքին։ Զանգվածային սպանությունների գործողություններ են կատարվել նաեւ հույների եւ ասորիների նկատմամբ, այս ամենի նպատակն էր էթնիկ զտման ենթարկել քրիստոնյա բնակչությանը։ 16 թվականին սկսվում է արաբական ապստամբությունը, որը օսմանցիների ուշադրությունը կենտրոնացնում է մերձարևելյան ճակատի վրա, որտեղ պատերազմի առաջին 2 տարիներին բավականին հաջողություններ էր գրանցել։ 1918-ի հոկտեմբերի 30-ին ստորագրվում է Մուդրոսի զինադադարը, որով օսմանյան կայսրությունը մասնատվելու էր։ Սևրի պայմանագիրը թույլ էր տալիս սուլթանին վերականգնել իր դիրքն ու տիտղոսը։ Անտանտի պետությունների կողմից Կոստանդնուպոլսի եւ Իզմիրի գրավումից հետո սկիզբ է առնում թուրքական ազգայնական շարժումը, որը ղեկավարում էր Մուսթաֆա Քեմալը։ 1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացվում է սուլթանությունը, իսկ վերջին սուլթանը Մեհմեդ 6-րդ Վահիդեդինը 1922 թվականի նոյեմբերի 17-ին հեռանում է երկրից։ 1924 թվականի մարտի 3-ին վերացվում է խալիֆայությունը։
Նախքան 19-ից 20-րդ դարի բարեփոխումները Օսմանյան կայսրության ղեկավարությունը կազմված էր երկու մասից՝ ռազմական վարչություն եւ քաղաքացիական վարչություն։ Այս համակարգում սուլթանը ամենաբարձր պաշտոնն էր զբաղեցնում, քաղաքացիական համակարգը հիմնվում էր տեղական, լավ, այս արդեն կառավարման ձևը, ինչպիսին է եղել իրավունքների մասով կան, բանակի մասով կա, վարչական բաժանումներ, տնտեսություն, եթե հետաքրքիր է կարող եք նայել ժողովրդագրություն, լեզուներ, կրոն, իսլամ, քրիստոնեություն եւ հուդայականություն, սոցիալ-քաղաքական կրոնական կառուցվածք, մշակույթ, գրականություն, սրանք արդեն ես առանձին ինձ համար կընթերցեմ, եթե հետաքրքիր է դուք էլ կարող եք ձեզ համար ընթերցել, սա մեր թշնամու ընդհանրական sense պատմություններ, որը որոշեցի ընթերցել ձեզ համար, ընդհանուր առմամբ էլի եմ կրկնում, ճիշտ է, ես կարդում էի Վիկիպեդիայից, բայց մի քանի կայքեր աչքով, sense աչքի տակով նայեցի, գրեթե նույն բովանդակությունն է, ինչ որ ժամանակագրական առումով առավել եւս նույն բանն է, այսինքն այնպես չէ որ եթե Վիկիպեդիան կարող է մի բան սղվել է այս կողմեն կողմ, գուցե շարադրանքի մեջ տարբերություններ լինեն շարադրվածության մեջ, բայց ընդհանուր առմամբ նույնն է։ Ժողովուրդ ջան, շատ լավ հասկանալով, որ ձեզանից շատերը կամ ժամանակ չեն ունենում ընթերցելու, կամ չեն սիրում երկար ընթերցել, ես որոշեցի կարդալ Օսմանյան կայսրության այս ընդհանրական բանը, ասենք սկզբից մինչև ցեղասպանություն, մինչև Օսմանյան կայսրության ավարտ, որից հետո արդեն Թուրքիայի հանրապետությունն է հռչակվում, որը որ այնքան էլ իրավահաջորդ չի բանին Օսմանյան կայսրությանը եւ նաեւ դա պատճառներից մեկն է երևի թե որ Թուրքիայի հանրապետությունը չի ընդունում ցեղասպանությունը, ասում է դա Օսմանյան կայսրությունում է տեղի ունեցել, ես նրանց փոխարեն պատասխանատու չեմ։ Իհարկե այդտեղ մեծ բարդ բաներ կան, այնպես չի որ կարելի է ձեռքերը լվանալ ու քաշվել մի կողմ, որ կարելի է եթե պատասխանատու չեք, բախի կտեղ ապրում, դե դուք էլ գնացեք, որ չէ որ դա թողած ժառանգությունն է Օսմանյան կայսրության կողմից, ապա պետքա որոշ չափով պատասխանատվություն կրել։ Արդյոք Հայաստանը 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ բավարար չափով համագործակցում էր Հունաստանի հետ, որ այդ ժամանակահատվածում պատերազմում էր Թուրքիայի հետ։ Ես Ռազմիկ ջան չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությունը այդ ժամանակ համագործակցություն բառը ճիշտ էր ընկալում առհասարակ։ Հայաստանը 1920 թվականին որպես պետություն չափազանց անփորձ էր ու այդ շատ անփորձ լինելով հանդերձել ուներ ներսում անկայուն վիճակ, թուրըմբռնումներ նույն թեկուզ գործիչների մեջ, հա, ու ես պատկերացնում եմ, երբեմն փորձում եմ պատկերացնել այդ շրջանում այն մարդկանց, ովքեր կառավարման մեջ են եղել, ոլորտում են եղել ու նրանց ուսերին դրված ծանրությունը նույնպես փորձում եմ հասկանալ, որովհետև դա մի շրջան է, երբ դու չգիտես ինչ պիտի անես, չգիտես ինչ պիտի անես ու չգիտես ումից հարցնես, թե ինչ անես, օրինակ տեսեք, եկեք ես այսպիսի զուգահեռ անցկացնեմ, Ռազմիկ ջան ձեր թույլտվությամբ, Սովետական միության տարիները երբ որ անցան, արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը ստեղծեցին, մենք Հայաստանն էլ շատ սխալներ արել է, գուցե միտումնավոր որոշ բաներ, բայց եղել են կայացման փուլում հենց ու կան ավելի կոպիտ դեպքեր, երբ հասկանում ես, որ Հայաստանը, եթե դիտարկենք այդ ժամանակ նորածին մանուկ, խեղդվել է ուղղակի օրորոցի մեջ, իսկ այս վերջերս Նիկոլ Փաշինյանը, ես հիշում եմ, միտեղ մի հանդիպման շրջանակներում համայնքի հետ, եթե չեմ սխալվում, թե որ համայնքներ չեմ կարող հիշել ու ասել, մի 2-3 տարի առաջվա բան եմ ասում, նա խոստովանեց մի շատ հետաքրքիր բան, ասեց մենք չգիտենք, բայց չենք էլ վախենում հարցնել,
Սրան քիչ ուշադրություն դարձնողներ են եղել։ Այսինքն եկել է մի իրավիճակ, երբ մարդիկ կարողացել են հանգիստ հարցնել, լավ, այս ինչ բանը ինչպես կարելի է անել։ Եվ վերջը միջազգային հարաբերություններն էլ եկել հասել են այսօրվան։ Եվ կարելի էր ինչ որտեղ անգամ այսօր, երբ մենք 35 տարվա պետության մեջ ենք ապրում, ստացվում է, որ մեր կառավարությունը բաներ կա, որ իսկապես չգիտի, որովհետև պետական միավոր որպես շատ մեծ անցած ճանապարհ չունենք եւ հետեւաբար շատ մանևրելու ճկունություն էլ չունենք։ Չենք սովորել դեռ, քիչ-քիչ կսովորենք, կստացվի, բարդություններ կլինեն, հետևանքներ նույնպես կլինեն, որոնք կազդեն մեզ վրա եւ այլն, եւ իհարկե կլինեն նաեւ քաղաքական թիմեր, որոնք կփորձեն շահարկել այդ ամեն ինչը դիվիդենդ հավաքելու համար։ Բայց միևնույնն է, դա երկրորդական է։ Մենք որպես պետություն կկայանանք, կստացվի դա մեզնով։ Իսկ 1920 թվականի մասով չեմ կարծում, թե եթե անգամ եղել է, կարող է նենց ինչ-որ զարթուղի ճանապարհներով, այսպես ասենք, ինչ-որ ասենք մի կառավարիչ, մի այդ ժամանակները ես ինչքան որ կարդացել եմ, իմպրովիզնել է շատ եղել, ասենք հանձնարարություն է տրվել, թե պետք է գնալ այս ինչ տեղը կապեր ստեղծել։ Մարդը վեր է գնացել այդ ինչ տեղը ու սկսել է կապեր ստեղծել, ոնց, ինչ, չգիտի։ Երբեմն ստացվել է, երբեմն չէ։ Ուստի որպես պետական, ասենք, հարաբերություններ այս մակարդակով եթե նայենք, եթե եղել են, ապա փաստաթղթեր պիտի որ պահպանված լինեն եւ արխիվում էլ պետք է որ լինի, որովհետեւ 1920 թվականը սարերի հետևում ընկած տարեթիվ չի։ Պիտի որ պահպանված լինի։ Եթե իհարկե բոլշևիզմի ժամանակաշրջանում այդ ամբողջը միամիտ պատահաբար մինասի նկարների հետ հանդերձ չի այրվել գնացել։ Այսպես ժողովուրդ ջան, ես կարծում եմ, որ առհասարակ իսկապես կրթվելը նորաձև է, ես այնպես չի, որ այդ արշավն եմ գովազդում, չէ, ես հենց այդ գաղափարն եմ գովազդում, որովհետև ինքս եղել եմ այդ գաղափարի կրողը շատ վաղուց վանից, գուցե այլ ձևակերպումներով, չգիտեմ, բայց պետք է շատ կարդալ, իմանալ, հատկապես, գիտեք ոնց, էլի եմ կրկնում, եթերի սկզբից ասում եմ, հիմա էլ ասեմ, հատկապես երբ խոսքը վերաբերվում է մեզ եւ մեր թշնամիներին, որպեսզի չհայտնվենք անասնական զգացողությունների տիրույթում ինչ-որ ապրող բաների, օրգանիզմների, որոնք որ սենց այնքան որ բթացած ուղեղներով փորձում են իրար մաշեցնել, ապա պետք է նստել, սկսել հասկանալ մենք ով ենք, մեր թշնամին ով է, ինչու է մեր թշնամին, ինչպես է մեր թշնամին, ինչպիսինն է նա, ինչ է սիրում, ինչ չի սիրում, ինչ է ընդունում, ինչ չի ընդունում, ինչ է սիրում լսել, ինչ չի լսում եւ փորձել այդպես ռազմավարություն կառուցել։ Հենց նույն հանրային ռազմավարությունը նույնպես չկարծեք, թե այդ ռազմավարությունները պետք է լինեն դիվանագիտական բլոկում միայն կամ ռազմական բլոկում միայն, ոչ, մենք էլ որպես հասարակություն մեր անելիքը, մոտեցումները պետք է իմանանք։ Եվ նաեւ սա էր պատճառը, որ կներեք, որ հետ եմ գնում, բայց պետք է գնալ, որ ապրիլի 24-ին դրոշ վառելու արարողությունը անձամբ ես շատ կոպիտ եմ վերաբերվել դրան ու ասել եմ վերցնեիք Օսմանյան կայսրության դրոշը վառեիք դե։ Վերցնեիք ռուսական կայսրության դրոշը վառեիք դե։ Սա դեռ Օսմանյան կայսրությունն է կարծում, եթե սրան զուգահեռ կարդանք թե ռուսական կայսրությունում եւ բանում Պարսկաստանում ինչեր է կատարվել, կհասկանաք, որ մենք այդտեղ եղել ենք, անգամ գործիք չենք եղել, հասկանում եք։ Մենք եղել ենք մատերիալ, որով աշխատում է վարպետը գործիքի օգնությամբ։ Ասենք այսքան բան։ Դրա համար մեր շերեփը թղթից է եղել, որովհետև մենք աշխարհը չենք ճանաչել։ Աշխարհը չեն։ Ու հիմա էլ թղթից մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ուզում հասկանանք աշխարհը ոնց է աշխատում։
Գիտեք շատ բան է փոխվել աշխարհասկզբից մինչև այսօր։ Ոչ։ Երբ որ Մարտային վայրենի շրջանում նոր սկսում էր առևտուր անել, տանում էր, չգիտեմ, ուտելիքը, որսի միսը փոխանակում էր բանի հետ, ասենք, չգիտեմ, մորթուց վերարկուի հետ, այդ սիստեմը մինչև հիմա կա պետական մակարդակներում, փոխշահավետ գործարք է կոչվում։ Չենք էլ ուզում ծանոթացել, այո, սատենիկ, որովհետև գիտեք, ես մի անգամ էլ եթերում գիրք էի կարդում եղերական պատմությունները 50 հոգի էր նա։ Այսօր 30 հոգի։ Ամեն քայլափող իրար թուրք ենք ասում, ամեն քայլափող, չգիտես, ու բոլորը շատ լավ գիտենք, որ մեր հասարակության մեջ անգամ Օսմանյան կայսրություն Թուրքիայի Հանրապետությունը չենք ավանում իրարից տարանջատել։ Բացարձակ տեղեկացված չեմ։ Փորձում ես տեղեկացնել չեմ լսի։ Իսկ եթե ես եթերը անեի երկու օքո արանքը հայհոյեի, միլիոնով դիտում կլիներ։ Այ հենց այդ հասարակությունը դրանով սիգնալ է տալիս որոշ բլոգերների կամ անձանց, ովքեր միտք ունեն բլոգերությամբ զբաղվել կամ հասարակական գործիչների, որ իրանք ուզում են կեղտոտ բան լսել։ Սրանք էլ են կեղտոտ բան են խոսում, ինչ է եղել։ Իրենք էլ բավարարում են այդ պահանջը։ Իսկ իմ ու մեր կռիվը պետք է լինի հակառակի մասին։ Հակառակի մասին։ Եվ այդ կռիվը չի լինի կոպիտ անել, այդ կռիվը փափուկ ու ժով արվում, ցավոք սրտի։ Ոչինչ, այսպիսի եթերներ էլ են անհրաժեշտ, թող լինի, տեսադարանում թող լինի, հիմա ես կվերցնեմ կտեղադրեմ YouTube-ում, թող այդպես ինքը մնա։ Ես իմ խղճի առաջ մաքուր եմ ու հանգիստ կարող եմ արդեն գնալ ու քնել։ Որովհետև ես ուզում եի կարդալ մի բան, որը որ մի հոգի կլսի, եզրակացություն կունենա, կարծիք կունենա, ինչ որ մի օր կհանդիպենք, կնստենք, կքննարկենք, որովհետև այն ինչ որ ես կարդում եի, ես զուգահեռ պատկերացնում եի այդ ժամանակահատվածները ու հասկանում թե ինչքան բան կա այդտեղ ասելու, բացի կարդալը, ինչքան բան կա այդտեղ ասելու։ Ինչքան բան կա, որ մեր հանրությունը տեղյակ չի ու այդ անտեղյակությունը օգտագործվում է հենց իր դեմ, ամենավատը դա է, ախր որ չօգտագործվի իր դեմ, չօգտագործվի իմ հասարակության դեմ։ Ինձ համար էլ մեկ կլինի, ասում լավ դա մեկին հետաքրքիր է իմանում, մեկին հետաքրքիր չի ուզում իմանա, ոչ ստիպելու։ Բայց երբ որ հասարակության մեծամասնությունը այդ վիճակում է ու դա օգտագործվում է իր դեմ, ինչը հաստատ ազդելու է նաև քո ու մնացածների ճակատագրի վրա, ասենք օրինակ, եթե դուրրակները շատ են ու այդ դուրրակներին օգտագործեն ու կարողանան ինչ-որ հարցեր լուծել, դա ազդելու է իմ, ձեր, մեր բոլորի երեխաների ճակատագրի վրա, չէ՞։ Դա չի կարելի թույլ տալ։ Իսկ ինչպես թույլ չտալ, ես չգիտեմ, ես այսպես եմ պատկերացնում մոտավորապես, պատկերացնում եմ այնպես, ինչպես որ եթերներ եմ անում, ինչպեսի հաճախանությամբ, այդ արդեն կապ չունի։ Այդպես եմ պատկերացնում, եթե ավելի լավ մեթոդ գիտեք, շատ ուրախ կլինեմ, քննարկենք, առաջ տանենք, ինչ է եղել։ Մենք վաղը պիտի մենք մթի մեջ ենք մեծացել, մութ ես նկատի չունեմ էլեկտրական լույսը, չնայած դա էլ հետ է, մթի մեջ ենք մեծացել, մթի մեջ հասկանում եք, ինչի թույլ տալ, որ այդ վատ բանի միջով անցնի նաև նոր սերունդը ու այդ սերունդն էլ մի օր սենց մեզ նման մանտրաշ նստի, ասի, բա մեզ ինչի չէին ասել, որ ես ինչ բանը սենց չի, այլ էսպես է։ Այո, Աննա ջան, ես համաձայն եմ։ Չեն ուզում ճանաչեն, որ իրենց չխոստովանեն, որ այսքան տարի խաբված են եղել։ Այո, համաձայն եմ։ Մեր գոռոզությունը թույլ չի տալիս ասել այս ինչ բանը չգիտենք։ Վարչապետն ասում, մենք չենք ամաչում ասել չգիտենք, մեզ ցույց կտակ։
Չիմանալը վատ բան չի, չուզենալ իմանալը այ էտա վատը։ Մի խոսքով լավ, շատ այսքանից հետո էլ երևի չարժի շատ երկարացնել, հոգնեցիք երևի դուք էլ, կփորձենք վաղը հետաքրքիր եթեր ստանալ։ Բարի գիշեր ձեզ, շնորհակալություն դիտելու եւ տարածելու համար։ Ամեն ինչ շատ լավ է լինելու։ Այդ հիշեք, միշտ հիշեք։ Ու այն ամեն օր այդ արդեն սկսում է իր լինելիությունը ցուցադրել։ Բարի գիշեր ձեզ։